Ինչ ընդհանուր բան կա կատուների ու մարդկանց միջև։ Կյանքում չեք պատկացի ինչի նկատի ունեմ։ Ողջույն, ես կատու եմ պահում եւ երբ պիտի բացակայի, մի քանի օրվա կեր էի դնում իր ամանի մեջ։ Հետո հասկացա, որ նա շատ արագ ուտում է ամբողջը, իսկ մնացած օրերը մնում է սոված, անհապեր սպասելով, թե երբ պիտի հետ գամ եւ իրեն նորից կերակրեմ։ Այն ինչը եթե կատուն ունենար մարդուն տրված բանականության հնարավորությունը, 1-2 դեպքից հետո հավանաբար կհասկանար, որ եթե միանգամից շատ կեր եմ դնում, հավանաբար կնշանակի, որ բացակայելու եմ եւ չարժի միանգամից ամբողջը ուտել։ Բայց քանի որ կատու է, շարունակում է իր ձևով։ Հետաքրքրականն այն է, որ մենք մարդիկ ենք երբեմն մեզ նույն կերպ պահում։ Նկատել եք, որ շատերը, երբ ամեն ինչ բարեհաջող է, ամբողջությամբ տրվում են խրախճանքի։ Չեն փորձում հասկանալ օրինաչափությունները, ինչ կարող է լինել վաղը, եւ այսօրվա տրված հնարավորությունները առավելագույնս օգտագործեն եւ ներդնեն վաղվա օրը կառուցելու համար։ Ինչու ենք մենք այնպես ապրում, կարծես մենք էլ կատու լինենք։ Անձնական կյանքը ի վերջո ամեն մեկի գործն է, հատկապես ի նկատի ունեմ հանրային, ազգային պետական եւ եթե կարելի է այսպես ասել, անվտանգային կյանքը։